Ազատ գետի կիրճը Ազատ կամ Գառնի գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերից։ Քարքարոտ հունով դուրս է գալիս Արարատյան դաշտ և խառնվում է Արաքսի ջրերին։ Գետը մեծ չէ, Արագահոսը և Գառնի գյուղի մոտերքում առաջացրել է խոր կիրճ։ Սնվում է ստորգետնյա ակունքներից։ Քաղցրահամ աղբյուրները հատուկ ջրատարով մտնում են Երևան, որպես խմելու ջուր։ Ազատի կիրճը հայկական լեռնաշխարհին խիստ բնորոշ անկյուն է, գողտրիկ բնապատկեր, մեծ վարպետի ներկապնակին արժանի։ Ամեն զորակը հոգսի մի ծալ է, աղբյուրն արցունք է անզսպելի, ամեն ինչ խոսք է, ամեն ինչ ձև է ու պատմություն է անժխտելի։ Ծիածանները լռած երգեր են, լռած խոսքեր են առասպելների, և կածանները ոտնահետքեր են վաղուց հող դարձած ճամփորդների։ Այս վտիտ կամուրջը, եթե 1000 տարի առաջ անդնդախորդ ձորերը իրար կապող աղեղ էր միայն, այսօր դարձել է հնության հուշարձան, շողարցակ մատանու անգին քար, պատմության խորքերից մեզ հասնող ավետաբեր սուրհանդակ։ Հավերժության ճամփորդներ են դրանք, քարաքանդակ, անդուր մատուրները, կամուրջները, արևի տաճար մեհյանները, որոնք աստղերի, աստղաբույլերի նման սփռված են նախաստեղծ կիրճերի, քարափների խորքերում ու նրանց գլխավերևներում։ Իջիր խորքերը անդնդախորդ ձորերի, հայացքով չափիր վիհերի խորությունը, կատարների բարձրությունը և երբ հասնես այն բարձունքին, ուր հոգնաբեկ աստղերն են քնում, աշնանային պտուղների պես կլցվեն, կբոցկլտան մտքիդ ու հիշողությանդ սպիտակ էջերը և սերունդների երթը, նրանց տնքնանքն ու մտահոգությունը կդառնան սեփական կենսագրության անբաժանելի մասնիկ։